Տիկին Սիսոյան, դեռ ԽՍՀՄ տարիներից Երևանի նախկին 8-րդ բուժ միավորումը կոլեկտիվի խնդրանքով Երևանի քաղաքապետարանը անվանափոխել է Հայաստանի վաստակավոր բժիշկ Կարլեն Եսայանի անունով։ Կխնդրեի ներկայացնեիք այս պահին ինչ աշխատանքներ է կատարվում վարչական շենքում, որովհետև հիմքից մինչև տանիք ամբողջովին կապիտալ վերանորոգվում է, նույնիսկ մասնագետները կատակում են ասելով, թե նոր շենք կառուցեին ավելի էժան կլիներ, կխնդրեի ներկայացնեիք, էլի։ Ներկայացնեմ սկզբից Կարլեն Եսայանի անվան պոլիկլինիկան 8-րդ հիվանդանոցի բուժմիավորման մեջ է եղել երկար տարիներ։ Առանձնացումից հետո կոչվում էր Դավիթ անհապ բժշկական կենտրոն։ Բայց պարոն Եսայանի մահվանից հետո մենք շատ ծանր էինք տանում այդ կորուստը եւ կոլեկտիվը ուզում էր, որ իրոք չմոռացվի այդ մեծ մարդը եւ նրա արած աշխատանքները չկորեն եւ կոլեկտիվի խնդրանքով նամակ գրեցին քաղաքապետին անվանակոչելու համար վաստակավոր բժշկի անունով։ Քաղաքապետը եւ ավականին հարգեցին մեր խնդրանքը եւ 2014 թվականից անվանակոչվել է պարոն Եսայանի անունով։ Դեռևս 2014 թվականին պարոն Եսայանը հավաքույթի ժամանակ ասաց, որ շատ լավ է լինելու ամեն ինչ եւ պոլիկլինիկան շատ հետաքրքիր եւ լավ ձևով կազմակերպվելու է եւ վերանորոգվելու է։ Ինքը այն ժամանակ դեռևս երևի չէր էլ պատկերացնում, որ այդ պոլիկլինիկան դառնալու է իր անունով եւ դա ընդհանրապես ցանկությունն էր։ Չէ, ցանկությունը ոչ թե պարոն Եսայանի ցանկությունն է եղել, այլ կոլեկտիվի ցանկությունն է եղել։ Այո, կոլեկտիվի ցանկությունն էր, վերանորոգման ցանկությունը, որ պոլիկլինիկան դառնա այնպիսին, որ մատով ցույց տան այդ պոլիկլինիկան։ Եվ կան կադրեր, որտեղ պարոն Եսայանն ասում է շատ լավ է լինելու ամեն ինչ մեր պոլիկլինիկայի համար։ Ցավոք նա չտեսավ այդ օրը, բայց նրա ընտանիքը, բարերարները, ընտանիքի անդամները որոշեցին վերանորոգել պոլիկլինիկան հիմնովին եւ այդ աշխատանքները կատարվում են զրոյից սկսած կարելի ասել, որտեղ ամեն ինչ 60-ական թվականներից սկսված ոչինչ չի վերանորոգվել եւ ինքներդ կտեսնեք, որ սկսված նկուղից միջև բոլոր հարկերը սկսված հատակները եղել են Բաղդադի չվերանորոգված, նույնիսկ ավելին ասեմ կոյուղագծերը նորմալ դառնապրած կոյուղագծերն եղել, տանիքը դառնապրած է եղել, նույնիսկ շատ ներողություն, բժիշկներ կան ասում են ներսում աշխատանքներ էին կատարում, ասենք հիվանդին հետազոտում էինք անձրևների ժամանակ, տանիքից անձրևը երբեմն եղել է, բայց անցյալ տարի նույն բարերարների պարոն Եսայանի ընտանիքի կողմից վերանորոգվեց տանիքը 2015-ի աշնանը եւ մենք այլևս նման խնդիր չենք ունեցել, իսկ հիմա կատարվում է ամբողջ վերանորոգման աշխատանքները։ Եվ պետք է ասեմ, որ այնպիսի սրտացավությամբ է արվում դա, որ կարծես իրենց ընտանիքի, իրենց տունը լինի դա եւ այդ այսինքն կարելի է շատ ներողություն, կարելի է պնդել, որ կապիտալ վերանորոգումից հետո Երևանցին ականատես կլինի միջազգային չափանիշներին համապատասխան պոլիկլինիկայի, երբ որ հիվանդը այցելուն դժգոհ չի գնա եւ կուզենանք նշեիք վերանորոգումից հետո աշխատողների թիվը մնալու է նույնը, կրճատումներ։ Ոչ, նման բաներ չի սպասվում, որտեղ մենք մեր պոլիկլինիկայում ավելորդ աշխատողներ չկան եւ այդ աշխատողները ոչ մի վտանգ չունեն իրենց աշխատատեղը կորցնելու, որտեղ մտավախություն չունենք, որ որևէ մասնավորեցում կա, բարերարների համար մեկ պայմաններից եղել է, որ մասնավորեցում չլինի այս հիմնարկի եւ նրանք որևէ մտավախություն չունեն այդ իմաստով, աշխատատեղը կորցնելու խնդիր իրոք չունեն, բոլորն էլ համոզված են, լավ աշխատողը միշտ իր տեղը ունի։ Նամանավանդ որ բոլորն էլ մասնագետներ են։ Այո, մասնագետներ են, իրենց գործի հմուտներ։ Այո, անհրաժեշտության դեպքում կազմակերպում ենք վերապատրաստումներ, որպեսզի որակը բարձրանա, ոչ թե աշխատատեղը կորցնի, որտեղ ինքը քիչ գիտի կամ հին աշխատող է, այլ որակը բարձրանա, նորագույն մեթոդներով աշխատելու հմտություններ ձեռք բերի եւ ոչ թե աշխատատեղը կորցնի։ Այսօր վերևը երբ որ շինարարական աշխատանքներին հետևում եք դուք, հեռախոսազանգ ստացաք եւ հասկացա, որ այնտեղ ինչ որ մեկին հասցեն էիք ասում, ով պետք է այս հիմա որտեղ որ մենք կանգնած ենք որպես այգի, այստեղ արդեն պատվիրեցիք նստարաններ բերվի,
խաղային ատրակցիոններ բերվի, այստեղ էլ նստարաններ է դրվելու, չէ, մանկական երեխաների համար նկատի ունեմ։ Ատրակցիոններ չի լինելու, բայց այգին վերանորոգվելու է։ Նստարաններ է դրվելու։ Նստարաններ կդրվի այցելուների համար, որտեղ հրաշք այգի է, ծառերը շատ լավն են, կնկարեք երևի կտեսնեք, այստեղ իրոք մարդը անջատվում է բնության հետ ամենուր միայն եւ անջատվում է առօրյա հոգսերից։ Ինքն կտեսնեք, եթե 10 րոպե նստեք։ Նույնիսկ մարդիկ ասում են մութ ու ցուրտ տարիներին նույն Կարլեն Եսայանի եւ իր կոլեկտիվի շնորհիվ այստեղ ծառահատումներ տեղի չեն եղել։ Ոչ մի ծառահատում այստեղ տեղի չի ունեցել։ Մենք ամեն ծառի համար այո, մեր խնամում ենք, նայում ենք, բայց վերանորոգումից հետո առավել եւս այդ խնամքը կլինի։ Եվ կոլեկտիվին մնում է անել մի բան, իրենց լավ աշխատանքով շնորհակալությունը հայտնել մեր բարերարներին եւ պահել Կարլեն Եսայանի հիշատակը շատ վառ եւ որևէ վատ մեր պոլիկլինիկայի մասին վատ խոսք չլինի։ Մենք աշխատում ենք երբևիցե չի եղել։ Չի եղել, բայց առավել եւս պարտավորեցնող է այսքանից հետո մենք մարդու անունը պիտի բարձր պահենք եւ աշխատում ենք ամեն ինչ անել, որ այդ անունը բարձր լինի։ Դες այցելունը որ գա, արդեն նստարանալնի կնստի նստարանի։ Բավոր նստանը թազալներ, մարդիկ որակով նստանի վրա կնստեին, չէ՞։ Նստանը որ լավլներ, չէ՞։ Նայ, շենքը որ թվականի շենք էր։ 50-ական։ Այո։ Հիմա այստեղ հին պատուհաններն է, հին գույքն է։ Սրանք սաղ պատուհանները հին պատուհաններ է։ Հիմա վերանորոգվում է։ Չէ, վերևը ագին տեղեր փոխվել արդեն։ Իրանց ուժերով, դա մայիսի 3-ից սկսած աշխատանքները։ Ինչքան շինախպա արդեն տեղա փոխվել։ Միայն երրորդ հարկի քանդման աշխատանքներից հետո 26 բեռնատար շինարարական աղբա թափվել։ Միայն երրորդ հարկին է, իսկ ամեն հարկում կլինի մոտ այդքան։ Մտնենք։ Я узнаю, это легче сильно. Հնարավոր չի այդ բոլորը թողնեք բանի հոսպիտալի մոտ։ Այստեղ երկրորդ հարկի ծածկը հատակը Բաղդադ է, դրա համար առաջին հարկի ծածկը հիմա կտեսնեք, արդեն կա ընկած է։ Կա ընկած ծածկեր են։ Այսինքն Էսա Բաղդադա սա։ Այո, Բաղդադ է։ Սրանք սա պիտի փոխվել։ Այո, դրանք պիտի փոխվեն եւ առաջին հարկում ոչ թե ինչ որ հողի վրա է եղել հատակը։ Հողի վրա։ Հողի վրա, այո, տեղ-տեղ որ քանդում են հիմա տեսնում։ Այստեղ հա։ Այստեղ երևում է, հենց հողի վրա դրված է հատակը։